Տիկին Անդրեասյան, բազմիցս բարձրաձայնել եմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2025-26 թվականների պետական բյուջեի մասին օրենքի նախագծերի վերաբերյալ ներկայացրել եմ գրավոր առաջարկներ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բերին Դվին գյուղի Մարթումա ասորական եկեղեցու վերանորոգման վերաբերյալ։ Նշված առաջարկը, որը մեծ նշանակություն ունի ասորական համայնքի ինքնության պահպանման և մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից, 2 տարի անընդմեջ մերժվում է։ Պարզաբանմամբ, թե պետական բյուջեում եկեղեցու վերանորոգման համար համապատասխան ֆինանսավորում նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ դուք Արևելքի ասորական եկեղեցում Տեր հորը տեղեկացրել եք, որ իմ կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է և նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Խնդրում եմ հստակ պարզաբանել, ինչ վերջնական որոշում եք կայացրել Բերին Դվին գյուղի Մարթումա ասորական եկեղեցու վերանորոգման վերաբերյալ, նախատեսվում են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա երբ։ Շնորհակալություն հարցի համար, հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն տիկին Միրզոևա հարցի համար, այո, այս հարցը մի քանի փուլով քննարկվել է և բնականաբար որպես կարևոր աշխատանք ներառված է եղել մեր անելիքներում, սակայն պարզ է, որ հուշարձանների վերանորոգման աշխատանքները մեծածավալ են և անհրաժեշտ է որոշակի փուլային տրամաբանությամբ դրանք պլանավորել և այդ փուլային տրամաբանությամբ էլ իրականացնել, ընդ որում ես պետք է հիշեցնեմ, որ հուշարձանների վերականգնման բյուջեն անգամներով աճել է, 22 թվականի համեմատ, օրինակ, նախորդ տարվա բյուջեն եղել է մի քանի 100%-ով ավելի և մենք արդեն խոսում ենք օրինակ նախորդ տարվա արդյունքներով մի տարվա ընթացքում հուշարձանների վերականգնման ուղղված ավելի քան 1.3 միլիարդ դրամի մասին և այս պահին արդեն կարողացել ենք աշխատանքների ծավալը և որակը հասցնել այն տեմպին, որ կարողանում ենք մեկ տարվա ընթացքում աշխատանքներ տանել շուրջ 4 տասնյակ հուշարձանների մասով և նաև այս կարողությունների զարգացումը և այս ֆինանսական հնարավորությունները ստեղծել են նաև հնարավորություն ներառելու բազմաթիվ մեր հուշարձաններ ցանկերում և ձեր նշած եկեղեցին նույնպես ներառված է ցանկում, ես կարծում եմ, որ մենք այս տարի կկարողանանք իրականացնել համապատասխան նախագծման աշխատանքները և այնուհետև վերականգնման բուն աշխատանքը իրականացնել, պետք է հիշեցնեմ, որ քանի որ խոսում ենք հուշարձանի մասին, ապա այդտեղ կան հատուկ ընթացակարգեր, թե նախագիծը պետք է գիտամեթոդական խորհրդում քննարկվի և թե այնուհետև նաև բուն աշխատանքների հսկողությունը պետք է արվի մասնագիտական խորհրդի կողմից, այս տրամաբանությամբ ես կարծում եմ, որ առաջիկա տարվա ընթացքում մենք նախագծման աշխատանքները կամփոփենք և այնուհետև շինարարության։ Հուսով եմ, որ պատասխանս հստակ էր և ուղղակի ուզում եմ նաև նույն հարցերը մենք ստանում ենք օրինակ ուսումնական հաստատությունների հետ կապված, ես ուզում եմ այս մասով հստակ ասել, աշխատանքների ընդհանուր ծավալը, ինչ պետք է արվի, շատ մեծ է։ Մենք խոսում ենք մի քանի 100 հուշարձանի մասին, որոնք վերականգնման կարիք ունեն և բնականաբար պետք է շատ իրատես լինել և հասկանալ, որ մեկ տարում բոլոր հուշարձանները չեն կարող վերականգնվել և այն աշխատանքը, որը արվել է վերջին տարիներին և այն տեմպը, որով այդ աշխատանքը ավելանում է, ցույց է տալիս, որ մենք մեծ ծավալը կարողանալու ենք առաջիկայում իհարկե հասցեագրել, բայց դա ժամանակ է տևելու, այնպես որ ամենայն հարգանքով խնդրում եմ նաև այդ իրատեսականության շրջանակը հաշվի առնել և հուսով եմ, որ համայնքն էլ շուտով կտեսնի, որ աշխատանքները իրականացման փուլ են մտնում։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, դուք այսինքն հստակ ասում եք, որ այս տարի ինչ-որ աշխատանքներ են սկսել իրականացնել, պետք է նշեմ նաև, որ մենք խոսում ենք ազգային փոքրամասնության կրոնական իրավունքների մասին և կարծում եմ, որ անհապաղ պետք է սկսել ինչ-որ աշխատանքներ իրականացնել, հարգելով ազգային փոքրամասնությունների, ասորական համայնքի կրոնական իրավունքները, ինչպես նաև օրենսդրության պահանջները։
Տիկին Միրզոևա մշակույթի զարգացման եւ պահպանման ռազմավարության մեջ հատուկ շեշտադրված է ազգային փոքրամասնությունների, նաեւ հուշարձանների պահպանման կարեւորությունը եւ հենց այս պահին մենք ունենք մի քանի հուշարձաններ, որոնք որ վերանորոգվում են եւ որոնք ազգային փոքրամասնությունների հուշարձաններ են եւ սա շարունակական աշխատանք է եւ նորից եմ կրկնում այստեղ ծավալը այնպիսին է որ հասկանալի է, որ յուրաքանչյուրը մտածում է, որ այս գյուղի եկեղեցին, այս համայնքի եկեղեցին, այս հուշարձանը ամենակարևորն է, բայց մենք ունենք ամբողջ պատկերը, եւ այդ պատկերը մեզ հուշում է, որ առաջին հերթին պետք է զբաղվել ավելի վտանգված հուշարձաններով, այն հուշարձաններով, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն։ Ձեր բարձրացած հարցը նույնպես հասցեագրվել է, այս տարի կլինի նախագծումը, մյուս տարի շինարարությունը կարծում եմ առավել քան հստակ պատասխանեցի։ Շնորհակալություն։